Առաջարկվում է հետվճարի հաշվարկման համար անկախիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 12%-ը ավելացնել և սահմանել 20%, հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից դարձնելով 10000 դրամ, իսկ միջոցառման իրականացման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Այս մասին որոշման նախագիծը կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Հետվճարի չափերի փոփոխության արդյունքում անկախիկ եղանակով կենսաթոշակ ստացող և անկախիկ գնումներ կատարողների կենսաթոշակների չափը 2026 թվականին կավելանա 3-ից 4000 դրամով։ Այդ նպատակի համար հարկ կլինի 2026 թվականին լրացուցիչ հատկացնել շուրջ 14 միլիարդ դրամ։ Վարչապետ Փաշինյանը արձագանքեց. ըստ էության խոսում ենք կենսաթոշակի հերթական ավելացման մասին։ Ինչպես նախկինում առիթ եմ ունեցել ասելու, մենք որոշումների դիտանկյունները փոխում ենք, որովհետև մենք մեր որոշումները պետք է կայացնենք այնպես, որ նրանք լրացուցիչ և հարակից էֆեկտներ ունենան, ասաց Փաշինյանը։ Անդրադառնալով թոշակառուների անկախիկ գնումների համակարգին, Փաշինյանը նշեց. վիճակագրությունը ցույց է տալիս, որ կենսաթոշակառուների առաջնային կարիքը առողջապահական ծախսերը հոգալն է։ Մենք այս ճանապարհով թոշակառուներին վերադարձնում ենք գումար, որը էականորեն ավելի է այն 10-11 հազար դրամից, որը մենք իրենց պոտենցիալ ավելացող թոշակից վերցնում ենք և դնում ենք իրենց առողջապահական համակարգի մեջ։ Այսինքն մենք իրենց համար բոլորովին նոր ծառայությունների ենթակառուցվածք ենք ստեղծում։